Բարի գալուստ զմրուխտե երազներ հեքիաթների աշխարհ, որտեղ սկսվում են կախարդական արկածները, եւ այստեղ ես ձեզ կներկայացնեմ Հայկ Նահապետի եւ Բելի պատմությունը։ Շատ վաղ ժամանակներում ապրում էր քաջ ու բարի մի մարդ, անունը Հայկ։ Նա ուներ մեծ ընտանիք եւ բոլորը նրան սիրում էին իր խելքի եւ ուժի համար։ Բաբելոնում տիրակալ է դառնում տիտանյան Բելը։ Բելը Հայկից նույնպես պահանջում է հնազանդվել իրեն և գալ բնակվել իր անծայրածիր երկրում։ Նա ուզում էր, որ բոլորը իրեն ենթարկվեն, բայց Հայկը չհամաձայնվեց։ Զայրացած Բելը իր մեծ զորքով հարձակվում է Հայկի և նրա տոհմի վրա։ Նրանք հանդիպեցին բարձր բլրի վրա։ Հայկը նկատում է Բելին, հանում է լայնալիճ աղեղը երեքթևյան նետով մահացու խոցում իր հակառակորդին։ Բելի բանակը տեսնելով իրենց թագավորի պարտությունը փախուստի են դիմում։ Հայկը հայրենասիրության և ազատասիրության մարմնացում է, իսկ Բելը բռնապետության։ Հայկը դարձավ հայ ժողովրդի նախահայրը և մեր երկիրը կոչվեց Հայք կամ Հայաստան։ Եվ երբ գիշերը նայում ես երկնքին ու տեսնում Օրիոն համաստեղությունը, հիշիր, դա Հայկի նշանն է, մեր քաջ նախահոր։